Դու գնալու ես լույսի փառատոնին։ Այո, գնալու եմ։ Ընկերուհիներս էլ են գալու։ Ասում են շատ հավես բան է լինելու։ Ովքեր որ մասնակցեն, ամբողջ կյանքում հիշելու են։ Գիտես չէ, որ մուտքը միայն վառվող լապտերներով է լինելու։ Գիտեմ, ես լապտեր ունեմ։ Ես էլ ունեմ, բայց չգիտեմ ուր եմ դրել։ Դե լավ, ես գնամ լապտերս պատրաստեմ։ Նարե։ Մարիամ, մեր տուն ես գալիս։ Չէ, երեխաները այգում են, գնում են խաղալու։ Գալիս ես։ Չեմ կարող։ Պարզվեց լապտերս մարտկոտ չունի։ Առանց դրա չեմ կարող լույսի փառատոնին մասնակցել։ Մայրիկս խոստացավ բերել, եթե սենյակս հավաքեմ, ծաղիկները ջրեմ, փոշիները սրբեմ։ Դեռ շատ գործ ունես։ Դեռ շատ գործ ունեմ։ Նոր եմ սկսել։ Ես էլ պետք է մարտկոց ճարեմ։ Դե լավ, հետո մի բան կմտածեմ։ Հիմա չես գալիս։ Չէ, չեմ կարող, խոստացել եմ։ Ազնիվ չի լինի։ Դե ես գնացի։ Նարե, մենք մարտկոց չունենք։ Ձերը կտակ մենք էլ ներս մտնենք։ Բայց առանց մարտկոց ինչ անեմ։ Քանի ժամանակ կա, վազենք մի տեղից ճարենք։ Բա մենք էլ ենք ուզում ներս գալ։ Մենք էլ ենք ուզում բաց արեք։ Այդպես էլ չկարողացան մտնել։ Ոչ, բայց շատ ափսոս։ Տատիկս ասում է, Մարիամին խորհուրդ տուր 10 կույսերի առակ կարդալ։ 10 կույսերի։ Ինչի մասին է։ Չես կարդացել։ Ժամանակին պատրաստ լինելու մասին է, որ ամենակարևորը բաց չթողնես։